Գիտեք, հայկական երաժշտական աշխարհը ցավոք վերջերս կորցրեց մի շատ յուրահատուկ ձայն՝ Արա Մարտիրոսյանին։ Դե այսօր եկեք միասին հիշենք նրա անցած ճանապարհը ու մի տեսակ հարգանքի տուրք մատուցենք այն արտիստին, ում երգերը համոզված եմ շատերս ենք սիրել։ Ընդամենը 46 տարեկան, դժվար է անգամ պատկերացնել։ Արա Մարտիրոսյանը հենց այս տարիքում հեռացավ կյանքից, մի տարիք, որը գիտեք, ել ավելի է ընդգծում այս կորուստի ողբերգականությունն ու անժամանակ լինելը։ Դե նախքան նրա արվեստի մասին խոսելը, եկեք մի պահ հասկանանք, թե ինչ հանգամանքներ հանգեցրին այսքան անսպասելի ու ցավալի կորուստին։ Ամեն ինչ տեղի ունեցավ 2023 թվականի դեկտեմբերի 15-ին, հենց Երևանում։ Արա Մարտիրոսյանի կյանքը ցավոք ընդհատվեց։ Ըստ պաշտոնական վարկածի, մահվան պատճառը սրտի կանգն էր, մի ախտորոշում, որը վերջակետ դրեց մի իսկապես մեծ տաղանդի ուղուն։ Բայց եկեք հասկանանք, ով էր Արա Մարտիրոսյանը որպես արտիստ։ Գիտեք, նա շատ ավելին էր, քան ուղղակի լավ երգիչ։ Նա տաղանդավոր երգահան էր, հրաշալի դաշնակահար։ Ու հենց այս համադրությունն էր, որ նրա երաժշտությանը տալիս էր այդ յուրահատուկ խորությունը։ Լավ, եկեք հիմա այս թղրությունից անցնենք նրա կյանքի ու արվեստի տոնակատարությանը։ Վերադառնանք այնտեղ, որտեղից ամենից սկսվեց նրա երաժշտական ճանապարհի հենց առաջին քայլերին։ Նրա պատմությունը սկիզբ է առում հենց մեր Երևանից։ Հենց այստեղ, մայրաքաղաքում, անցա նրա մանկության տարիները, ու հենց այստեղ էլ դրվեցի նրա երաժշտական ապագայի ամուր հիմքերը։ Նրա տաղանդը, գիտեք, իսկապես հկվել է տարիների ուսման շնորհիվ։ Պատկերացնում եք, հանրակրթական դպրոցին զուգահեռ նա խորացված երաժշտական կրթություն է ստացել։ Սկզբում Արմեն Տիգրանյանի անվան դպրոցում, հետո էլ կատարելագործվել էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջի դաշնամուրի բաժնում։ Սա ուղղակի կրթություն չէր, սա այն ամուր հիմքներ, որի վրա նա կառուցեց իր ողջ կարիերան։ Ու գիտեք ինչն է զարմանալի, թե ինչ արագությամբ նա մտավ մեծ բեմ։ Քոլեջը նոր էր ավարտել, ու միանգամից արդեն երգի պետական թատրոնի արտիստ էր։ Ընդամենը մի տարի հետո թողարկեց իր առաջին տեսահոլովակը, իսկ 2002-ին իր ռուսալեզու ալբոմը։ Այս թափը շարունակվեց մինչև 2004 թվականը, երբ նա հաղթող ճանաչվեց Մորսկոյ Իզգիբ հայտնի փառատոնում։ Իսկապես, 2000-ականների սկզբը նրա համար նվաճումների շրջան էր։ Կորեշա ռուսալեզու ալբոմը ցույց տվեց, որ նա չի սահմանափակվում միայն հայկական բեմով։ Միևնույն ժամանակ նա անընդհատ բեմում էր, մասնակցում էր Հայաստանի տարվա երգմրցույթին ու տարիներ շարունակ Երևանի լեգենդար օպերա ակումբի ամենասիրված ձայներից մեկն էր։ Լավ, եկեք շարունակենք մեր պատմությունը, տեսնենք, թե ինչպես զարգացավ նրա կյանքը արդեն Հայաստանից դուրս, եւ ի վերջո ինչն է նրա ամենակարևոր ժառանգությունը։ 2005 թվականին նրա կյանքում մի շատ կարևոր, կարելի է ասել, շրջադարձային փոփոխություն տեղի ունեցավ։ Երբ թվում էր, թե Հայաստանում հաջողության գագաթնակետին է, նա որոշեց տեղափոխվել Միացյալ Նահանգներ։ Սա, գիտեք, իր կյանքի ու կարիերայի մի լրիվ նոր էջ էր բացում։ Իսկ եթե խոսում ենք ժառանգության մասին, իհարկե նրա ամենամեծ ժառանգությունը իր որդին է Ալանն է, ով այսօր ապրում է Միացյալ Նահանգներում, ինչ որտեղ հենց նրա միջոցով է շարունակվում Արա Մարտիրոսյանի պատմությունը։ Դե ինչ, իսկ դուք որ երգով կհիշեք Արա Մարտիրոսյանին։ Եկեք մի պահ մտածենք այն միակ կատարման մասին, որը ձեզ համար մարմնավորում է հենց իրեն, նրա ձայնն ու հոգին, որովհետև քանի դեռ հնչում են նրա երգերը, նրա արվեստը, գիտեք, շարունակում է ապրել մեր սրտերում։